Գորիսի երկու հիմնական պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում Գորիսի պետական քոլեջում եւ Գորիսի պրոֆեսոր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում լարված իրավիճակ է։ Մի քանի օր է ուսանողներն ու դասախոսները գործադուլ եւ դասադուլ են իրականացնում։ Խնդիրն այն է, որ կառավարությունը դեռևս ապրիլին որոշել է միավորել այդ երկու հաստատությունները բազմագործառութային պետական քոլեջ ստեղծելու նպատակով։ Քոլեջի դասախոսներն ու ուսանողները պահանջում են չեղարկել ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։ Տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել մինչև քաղաքացիական գործի դատաքննության ավարտը եւ դատարանի վճռի ուժի մեջ մտնելը։ Տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանին Գորիսում պետական քոլեջում հանդիպում կազմակերպել նաեւ Ժաննա Անդրեասյանի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը։